շատ հաճախ դուք եք քրքրում ձեր հյուրերին։ Միշտ է լինելու է այդպես։ Ջան, Դե Ռոդրին հան։ այ ուզում էի։ Ինչ որ չափով ռոմանտիզմ էլ կա։ Գլադիատորների նման դուրս գանք, ինչ ստացվեց։ Ապլորիվ համաձայն եմ։ Շատ անհարմար հարցեր, ինչի համար ես նույնպես շնորհակալ եմ։ Գիշատիչի հատկությունն ունի Արգենտինան։ Դու փորձում ես այնպես անել, որ մեծ մասին դուր գաս։ Շատ մարզիչներ եկան, փորձեցին, ու էլի չի ստացվում։ Կարող են Երևանում Չեմպիոններ լիգայի օրներ լսել։ Դա հիմա դուր չի գա դա Արգենտինայի հավաքանի երկրպագուներին, բայց դա այդպես է։ Գուցե ինձ հետ չհամաձայնեք։ Հա, Շատ ընտիր։ կարելի էր հիասթափվել։ Ես ասել էի բերեք մի քանի ուժեղ ֆուտբոլիստի եւ ես կպայքարեմ չեմպիոնության համար։ Մելիքյանը մնա թե գնա։ Մնա։ Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նոր ալիք YouTube-յան հարթակում եւ այսօր մենք խոսելու ենք կրկին ու կրկին ֆուտբոլի մասին, իսկ խոսելուց մեր հյուրը շատ ուժեղ է եւ համոզված եմ շատ շատերը նրան կճանաչեք ձայնի հնչյուններից։ Արմեն Գարամյանն է մեր հյուրը եւ ողջույն Արմեն ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք եւ միացաք մեզ ու այն որ ասում եմ եկել է հատուցման պահը, շատ հաճախ դուք եք քրքրում ձեր հյուրերին, հարցեր տալիս տարբեր տեսակ ֆուտբոլի վերաբերյալ, շատ անհարմար հարցեր, ինչի համար ես նույնպես շնորհակալ եմ, որովհետեւ ձեր հաղորդումները, ձեր զրույցները նույնպես ինձ հումք են տալիս ուսումնասիրելու մեր ֆուտբոլային դաշտը, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը ու ինչու սկսվեց ձեր ճանապարհը այս ուղղությամբ մեկնաբանի։ Ինչու սկսվեց, իրականում բարդ է պատասխանել, որովհետև սիրել եմ մեկնաբանություն, բայց չեմ մտածել մեկնաբան դառնալու մասին։ 2017 թվականին առաջին ալիքը մեկնաբանների մրցույթ հայտարարեց ու ես գիշերը տանը նստած տենց սկրոլ էի անում ու գտա այդ հայտարարությունը։ Հաջորդ օրը առավոտյան մայրիկիս հետ էի խոսում, ասացի sense բան կա, ասաց մասնակցի, ասացի լավ, չէի հավատում, որ հնարավոր է մասնակցել, հաղթել ու դառնալ մեկնաբան։ Վերջին օրն էր հայտերի ընդունման, մայրս ինձ հարցրեց տվել ես հայտը, ասացի չէ, դες տուր անպայման փորձի եւ այլն։ Ասի լավ, տենց վիդեո նկարեցի, ուղարկեցի, հետո լայքերով էր առաջին 10 տեղը, 6 հոգու էլ ընտրում էր ժյուրին։ Ես լայքերով երկրորդն եմ, եթե չեմ սխալվում։ Դե բնականաբար այնտեղ բարեկամներ եւ այլն մաման, տատին տենց զանգել եւ ասել էին վստահ եմ, ինձ ասում էին չէ, բայց վստահ եմ որ արել էին։ 16-ի մեջ անցա, հետո եզրափակիչ անցա ու հաղթողներից մեկը ես էի ու տենց սկսվեց ճանապարհը։ Արմեն ջան, հիշում եք առաջին խաղը, որ միայնակ մեկնաբանել եք։ Կոնֆեդերացիաների գաղափարի խաղարկություն Կամերուն, Ավստրալիա։ Եվ բարդ շատ կատաստրոֆիկ վատ էր, հետո տենց մի քանի անգամ փորձել եմ լսել 14-րդ վայրկյանից անջատել եմ, ատում եմ ես այդ մեկնաբանությունը, ընդհանրապես այդ տարիների էլի, ձայնը շատ բարակ էր, ինչ ասես գրում էին մեկնաբանություն, այս մարդու ձայնի նման, տենց բնականաբար նաև վատ մեկնաբանություններ կային, որոնք կոմպլեքսավորում էին, բայց հետո ես իմ ձայնի վրա աշխատեցի ու կարևոր է, որ քո ձայնը ինչ-որ պահի քեզ սկսի դուր գալ։ Չէ, շատ ծանր կլինի։ Շատ լավ բան եք ասում Արմեն ջան, որովհետև շատ մարդկանց համար իրենց ձայնը լսել կողքից այդ ահավոր երևույթ, հա, դուք կարողանում եք ինքներդ ձեզ լսել։ Հա։ Շատ ընտիր։ Ժամանակ, որ սկզբում մեկնաբանում էի, հետո գալիս էի, դե նորից լսում էի մեկնաբանությունը, որ փորձեի սխալներ գտնել, հետո ուղղել, դժվարությամբ էի լսում։ Նենց իրավիճակի ինձ համար ստեղծում, որ մենակ կենտրոնանամ բառերի վրա դժվար էր, իսկ հիմա չեմ լսում հետո մեկնաբանությունս, ընթացքում եմ ֆիքսում, եթե սխալ եմ անում, հիմնականում կարողանում եմ ֆիքսել, բայց եթե ինչ-որ կտորներ եմ նայում հետո հեշտությամբ լսում եմ։ Այն հանգամանքը, որ հայ ֆուտբոլասերը առհասարակ տենց ավելի սովոր է ռուսական մեկնաբանությամբ լսելու ու հայկական ինչ տարբերակով ուզում ես մատուցիր, մեկը բողոք կա, դժգոհություն կա, այն չի արհեստականը գուցե ասում են, այդ ամենը ձեզ կոտրում է, թե ավելի ուժեղ է դարձնում։ Ոչ կոտրում է, ոչ ուժեղ է դարձնում։ Դե միշտ է լինելու է այդպես, կլինեն մարդիկ, որոնք սիրեն հայկական մեկնաբանություն, կլինեն մարդիկ, որոնք այդպես էլ չեն սիրի հայկական մեկնաբանություն։ Դու կարող ես ինչ-որ քանակի մարդկանց ներգրավել քո շուկա, բայց բոլորին դե հնարավոր չէ գոհացնել եւ վստահ եմ ռուսներն էլ այնպես չէ որ բոլորը սիրում են ռուս մեկնաբաններին։ Ուժեղացնելու խնդիր էլ չկա, ու փորձում ես հնարավորինս լավը դառնալ, որովհետեւ առաջին հերթին քո անունն է, քո ձայնն է, դու փորձում ես այնպես անել, որ մեծ մասին դուր գաս։ Կրկնում եմ, հնարավոր չէ բոլորին դուր գալ,
Դրա համար տենց առանձնապես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Այս աշխարհի առաջնությունը 23-րդ դարձավ պատմություն։ Ամենափայլուն հավաքականը ձեզ համար ու ամենամեծ հիասթափությունը, որ պարգևեց ձեզ, ում կողմից էր։ Երևի սուբյեկտիվ կլինեմ եւ կասեմ ամենամեծ հիասթափությունը Պորտուգալիայի հավաքականն էր, որովհետեւ սպասելիքները շատ էին, հաշվի առնելով իրենց մեջտեղի եռյակը, նաեւ հիասթափությունը, որ Ռոնալդոն այդպես էլ չհամաձայնեց Պայստայն լինելու գաղափարի հետ գոնե play-off-ում։ Ջան, Ռոնալդոյով եմ սկսել ֆուտբոլ նայել, ինքն իմ համար իմ մանկության հերոսն է, բայց ինքը գոնե Իսպանիայի հետ խաղում պետք է լիներ Պայստայն, որտեղ լրիվ ուրիշ ֆուտբոլ կլիներ։ Իսկ ամենալավ հավաքականը դե երևի թե պետք է ասել աշխարհի չեմպիոնին, չնայած ես Ֆրանսիային էլ կնշեի, ուղղակի կիսաեզրափակում իսպանական պրագմատիզմը ստեղ հաղթեց ֆրանսիական ռոմանտիզմին, կարելի ասել հարցակողների։ Դե Իսպանիա ամեն դեպքում շատ մեծ արգանք են արժանի, որ նման կազմով, վատը չէ կազմը, բայց մունդիալից առաջ դժվար էր ասել Ալեքս Բայենայով, Պեդրո Պորոյով կարելի է դառնալ մեկնարկային կազմի խաղացողներով հնարավոր է դառնալ աշխարհի չեմպիոն։ լիարժեք համաձայն է, որ Ռոնալդոն Պորտուգալիայի հարցում պետք է չլիներ մեկնարկային կազմում, որովհետև ըստ իս հենց տարբերությունը գուցե ինձ հետ չհամաձայնեք, բայց ըստ իս հենց Մեսսի ու Ռոնալդոյի տարբերությունը այն է, որ Մեսսի համար պատրաստ են մեռնել, բայց Պորտուգալիայում իհարկե պետք է պատրաստ լինեին նաև մեռնել Ռոնալդոյի համար խաղադաշտում, բայց գուցե չէր ստեղծել այդ մթնոլորտը, որպեսզի դες թեթևություն լիներ ողջ թիմում ու Ռոնալդոն որ հանգիստ, լավ, ես 20 րոպեով կմտնեմ խաղադաշտ։ Դե Ռոնալդոն երբեք խաղկարոսով ֆուտբոլիստ չի եղել, ի տարբերություն Մեսսի, Արգենտինայում երբ չգիտեն ինչ անել, գնդակը տալիս են Մեսսին, իսկ Պորտուգալիայում այդպես չէ։ Պորտուգալիայում փորձում են գտնել Ռոնալդոին, որը լավ կեզրափակի փոխանցումը, գրողը լավ կավարտի։ Ամբողջ հավաքականը խաղում էր, որ Ռոնալդոն խփի, իսկ այնտեղ ամբողջ հավաքականը փնտրում էր Մեսսին, որ խաղ կառուցի, որ խաղը կարողանան փրկել։ Դրա համար Մեսսին ասում եմ արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը, բայց Արգենտինան ոչ։ Անշուշտ այդ եզրափակիչը կարծում եմ հնարավորինս շուտ տենց Man in Black-ի են լույսերից պետք է չտեսնեն։ Այ դուք նշում եք Իսպանիայի հավաքականը որպես լավագույնը այս աշխարհի առաջնության։ Գուցե սա պարզապես պրագմատիկ ֆուտբոլի լավագույն դրսևորումներից էր ֆուտբոլում, որ նրանք կարողացան հասնել այս նվաճման։ Իսպանիայի հավաքականում լավն այն է, որ եթե ինչ-որ ֆուտբոլիստի հանես, ուրիշին դնես, ավելի թույլ ֆուտբոլիստի, ոչ թե նույն Իսպանիայի հավաքականի, պայմանական Լիխտենշտայնի հավաքականի շատ բան չի փոխվի։ Դե Ռոդրին հանա։ Այ ուզում էի։ Իրականում շատ բան չի փոխվի։ Միգուցե տենց պաթետիկ է հնչում, բայց դե համակարգ է այնտեղ, որը շատ լավ է աշխատում։ Պրագմատիզմին զուգահեռ գեղեցկություն կար ամեն դեպքում Իսպանիայի հավաքականի հետ կարճ փոխանցումներով, կոմբինացիաներով ու հետաքրքիրն այն էր, որ ունեին ֆուտբոլիստներ, որոնք մտնում էին խաղադաշտ եւ անմիջապես ազդեցություն էին թողնում, փոխում էին խաղի ընթացքը։ Ընդհանրապես խոսքը Միկել Մերինոյի մասին չէ, նա վառ օրինակն է, բայց շատ այլ խաղացողներ, ովքեր մտնում էին, անմիջապես կարողանում էին թարմություն մտցնել ու արդյունք ապահովել։ Դրա համար Իսպանիայի այդ թիմային պրագմատիկ խաղը հենց ես ասում ենք պրագմատիկ, բայց այդքան էլ պրագմատիկ չի, ամեն դեպքում այդտեղ ինչ որ չափով ռոմանտիզմ էլ կա։ Միքստ տարբերակն է, որը արդյունք ապահովեց, մեջ չգիտեմ քանի հավաքական կարողանա հակախաղ գտնել դրա դեմ, բայց դե ֆուտբոլը հենց դրա մասին է, որ անընդհատ ինչ որ նորարարություններ են լինում, արժեքներ ինչ որ բաներ են մտածում ու դրա դեմ փորձում են գտնել հական։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ Դե Լա Ֆուենտեն կարողացավ այն ֆուտբոլիստներին, ովքեր առհասարակ թեկուզ հենց ակումբային մակարդակում փայլատակող ֆուտբոլիստներ չեն, նույն հենց թեկուզ Օլմոին։ Ահա որ մեծ գումարներ են վճարել մեծ պոտենցիալով ֆուտբոլիստը, բայց ոնց որ լիարժեք չեն կարողանում դրսևորել իրենց։ Գալիս են հավաքական ու ցույց են տալիս այնպիսի խաղ, որ ասում ես, չէ, այստեղ ուրեմն շատ լուրջ աշխատանք է տարվել հենց մարզչի կողմից։ Իսկ ըստ ձեզ ձեր փորձը ինչ է հուշում, այ ոնց կարող է հավաքականը ողջ աշխարհի առաջնության ընթացքում ու առհասարակ ֆանտաստիկ մակարդակի վրա գտնվել, խոսքը գնում է Արգենտինայի մասին, ու գալ եզրափակում պարզապես չներկայանալ խաղին։ Ինչն է ֆանտաստիկ Արգենտինա։ Մենակ այն կարողությունը, որ հոգեբանորեն չեն պարտվում, մենակ այն, որ ամեն ինչ պատրաստ են անել սեփական դրոշի համար, մենակ այն, որ կարողանում են չօգտագործել տաղանդավոր ու ահավոր աստղային կենտրոնական հարձակվողներին, բայց արդյունք ապահովել,
Այս ամենը կարծում եմ մի քիչ Արգենտինայի հավաքականին Իսկ ինչի է դա ամեն ինչը արգենտինացիները չէին անում առաջին խաղակեսում 60-70 րոպե ընթացքում ու վերջում էին անում, որովհետև մրցակիցը թույլ չէր տալիս։ Ինչ որ պայի Եգիպտոսի օրինակը վերցնենք, հոգնեց Եգիպտոսը 2-0-ից հետո շատ մեծ էներգիա ուժ ծախսեց։ Եգիպտոսն էլ Արգենտինա չէ, որ այդ ուժերի բալանսը լիներ։ Հոգնեց ու Արգենտինան իրեն նարեց, բռնեց կոկորտից կարելի ասել, հայ այդ բնավորությունը մինչև որ շկրվելու գիշատիչի հատկությունն ունի Արգենտինան, բայց ճանապարհը Արգենտինայի շատ են դրա մասին խոսել։ Կաբո Վերդե, Եգիպտոս, Շվեյցարիա, Անգլիա։ Շվեյցարիան 2022-ում 1-6 թե 2-6 չեմ հիշում պարտվեց Պորտուգալիային։ Լավ հավաքական է, բայց տրամադրության հավաքական է։ Արգենտինան լավագույն դեպքում կարող ենք ասել, որ կիսաեզրափակչում է ուժեղ հավաքականի հանդիպել եւ այնտեղ էլ Տուխելը պարտվեց։ Էլի Անգլիան հավասար ֆուտբոլ էր խաղում առաջին խաղակեսում, երկրորդում իր գոլը խփեց ու վերջ հետ քաշեց թիմին, եւ դու պաշտպաններ ես մտցնում հոգեբանորեն արդեն ասես Ֆաբրեգասներ ասել, եթե դու դաշտում ես եւ տեսնում ես Մարիչը հարցակվողի փոխարեն պաշտպան է մտցնում, դա նշանակում է որ դու պետք է պաշտպանվես մեծ ուժերով։ Դրա պատճառով պարտվեց ու եկավ եզրափակիչ հանդիպեց մի հավաքականի, որ հետ այդպես այլևս չէր կարող խաղալ եւ 90 րոպեում մրցակցի Տուգանան հրապարակում մեկ անգամ գնդակին հպվեց։ Իսպանիան ցույց տվեց, որ եթե Արգենտինան լիներ 1-8-ում պայմանական Ֆրանսիայի հետ, ճանապարհը չէր շարունակի։ Արգենտինան եթե խաղար առանց Մեսսի, հնարավոր է խմբից դուրս չգար։ Դա հիմա դուրս չի գա դա Արգենտինայի հավաքականի երկրպագուներին, բայց դա այդպես է։ Empezamos. 1-0 Իսպանիան կհաղթի։ 1-0։ Այո։ Այսինքն Պրագմատիկ պաշտպանողական ֆուտբոլ չէ, կգնա։ պաշտպանողական չէ, պարզապես Իսպանիան չի տա գնդակ Արգենտինային։ ոնց եք նայում ներկայիս ֆուտբոլին, արդար ֆուտբոլ է։ Նույնն է։ 2002-ին Կորեային քարշ տվեցին։ Ես ձեր այդ վիդեոն շատ հաճախ նայում եմ, երբ մեկնաբանն ասում է ես այլևս չեմ ցանկանում մեկնաբանել աշխարհի առաջացնում այս մունդիալում հանդիպումների հաջողություն, այդ իմ ամենասիրած վիդեոն է անկեղծ ասած, որ Կորեային քարշ են տալիս թուրք մրցավարով եւ այլն։ 2010-ին Լեմպարդի գոլներն ակուր չհաշվեցին, այնտեղ ամեն ինչ կարող էր այլն։ Այսինքն միշտ լինում են շատ վիճահարույց դրվագներ եւ կոպիտ սխալներ։ Դրա համար այդ տեսանկյունից ամեն դեպքում եթե հանկարծ 120-րդ րոպեին Մեսսիային հարվածը չփակվեր եւ Մերինոն փակեց դեմքով գոլ լիներ 11 մետրանոցներով հաղթեր, կարելի էր հիասթափվել։ Լուրջ կարելի էր հիասթափվել ֆուտբոլից, որովհետեւ եթե հավաքականը 117-րդ րոպեին առաջին հարվածը կատարում, նա չի կարող դառնալ աշխարհի չեմպիոն։ Անկեղծ չի կարող դառնալ։ Եթե դառնում է, ուրեմն լավ չէ։ Վերադառնանք մեր իրականություն, որովհետև աշխարհի առաջինությունը հեռացավ սահուն կերպով, բայց մեզ մոտ թեժանում է արդեն հայկական ֆուտբոլի իրականությունը, որտեղ եվրոգավաթային մրցելույթներն են սկսվել։ Ինչ ակնկալիքներ ու ինչ սպասելիքներ, sense մի հատ ընդհանրական հասկանանք ունեք դուք մեր ակումբներից։ Դե ամեն տարի վերջին տարիներին կարելի ասել որ նշաձող է բարձրանում, շատ փոքր աստիճաններով բարձրանում ենք։ Արդ Արմենիայից շատ են հիմա արդեն սպասելիքները, որովհետև շատ լավ վիճակահանություն է, այսպիսի վիճակահանություն չենք ունեցել։ Հաղթել է 2-0 հաշվով, եթե դրսում էլ կարողացավ պահել այս առավելությունը ու անցնել երրորդ փուլ, հետո Իգնատիա Ցելիազույքի հաղթողի հետ ու մենք կարող ենք Երևանում Չեմպիոններ լիգայի օրներգ լսել։ Այդ իմ ամենամեծ երազանքներից է, որ հանրապետականում Չեմպիոններ լիգայի օրներգ լինի։ Այդտեղ արդեն ապահովագրված Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեկից կունենանք։ Արդ Արմենիայից հավատում եմ, որ կարող է հասնել այդ արդյունքին, եթե շարունակի այդպես խաղալ։ Նոայից են մեծ սպասելիքները, բայց դե Զիմբրուին վստահ եմ կանցնի, հետո շվեյցարական Սիոն, այդտեղ արդեն բարդ է։ Այո, Շվեյցարիա ասում ենք, բայց դե այնպես չէ, որ Սիոնը եվրոպական թոփ ակումբ է։ Կարելի է հանգիստ անցնել եւ որականում են play-off, բարդ կարծում եմ Ալաշկերտի համար կլինի, բայց որ երկրորդ փուլում 4 թիմ ունենք ու երրորդում էլ առնվազն 2 թիմ կունենանք, դա արդեն շատ բան իմաստ է խոսում։ Էլի փոքր են քայլերը, բայց դե կարևորը կա այդ աճը։ Եթե sense մի քիչ ավելի սևեռենք մեր հայացքը հենց նույն Ալաշկերտի ուղղությամբ, կա տպավորություն ձեզ մոտ, որ մի քիչ ռեսուրսների պակասն է խանգարում նրանց ու այն ամենը ինչին հիմա նրանք հասնում են թիմային ոգու շնորհիվ ու գլխավոր մարզչի շնորհիվ, ով կարողանում է տղաներին տրամադրել, որ սա գլադիատորների նման դուրս գանք, ինչ ստացվեց։ Ապլուրիվ համաձայն եմ, որ թաց շորը քամում ես եւ մինչեւ վերջ քամում ես վերջի կաթիլը որ դուրս գա։ Հիմա Վահե Գևորգյանը հենց այդպես է Ալաշկերտում աշխատում, որովհետեւ ձմռանն էլ ինքը նշեց, ես ասել եի բերեք մի քանի ուժեղ ֆուտբոլիստի եւ ես կպայքարեմ չեմպիոնության համար։
ասել էին ոչ բերում ենք երիտասարդներ եւ կարող է մեր առաջատարներից ինչ որ մեկին վաճառենք, ու այդպես էլ եղավ։ Հիմա էլի բերել են մի քանի խաղացողի, էլի երիտասարդ, դե իրենց նպատակը դա է, բիզնես պլան են որպես դիտարկում, աճեցնում է ֆուտբոլիստներին եւ հետո լավ գնով ճանապարհում են, դեռ շատ չեն եղել այդպիսի տրանսֆերներ, բայց կարևորը որ պահպանվել է կորիզը հիմնական, էլի են գնացել խաղացողներ, բայց հիմնական կորիզը պահպանվել է, թիմը չի ուզում շատ գումար ծախսել, որպեսզի այդ նպատակներն իրականանան, ասում է ձեր ունեցածով կոպիտ ասած փորձեք հասնել առավելագույնի։ Հարցազրույցի ժամանակ էլ մեզ մոտ Վահագ Գևորգյանը նշեց, որ դե ես համաձայնել եմ, ուրեմն վերջ, ես պետք է այդ առաքելությունը իրականացնեմ։ Անդրադառնանք նաև Արարատ Արմենիային, որը արդեն իսկ sense շատ լավ տպավորություն թողնելով հույս է տալիս, որ այո, Եվրոգավաթային աշուն նրանք ունենան։ Արարատ Արմենիայի հաջողության գաղտնիքը ըստ ձեզ ո՞րն է։ Խոր մարզիչ է, շատ լավ մարզիչ է։ Ես անկեղծ այս բային կարծում եմ Հայաստանի լավագույն մարզիչն է հայկական թիմերում աշխատող։ Թե նա ինչպես է թիմի խաղի վրա ազդում, խաղի ընթացքում, որովհետև փոփոխություններ, սխեմայի փոփոխություն, տակտիկայի փոփոխությունն այդ արագ կարողանում է այդ վերադասավորումները կատարել։ Իրականում ֆուտբոլիստներ կան, որ ընդհանրապես Եվրոպայում էլ շատ ֆուտբոլիստներ ասում են, որ իրենք մարզչի ասածների 5%-ն են կամ լսում կամ 10% խաղի ընթացքում, բայց Տուլիպան ամեն դեպքում շատ լուրջ ազդեցություն է ունենում։ Նա դա չի թաքցնում, որ ինքն էլ է ասուլիսի ժամանակ էլ խոսեց այդ մասին, որ հաճույք է ստանում դրանից, որովհետև մարզիչը դրա համար է, որ պետք է կարողանա ինչ-որ բան փոխել։ Ու հաջողության գաղտնիքը Տուլիպան է ըստիս, որը լավ թիմ է հավաքել, լավ մոտիվատոր է։ Ես մի դրվագ ասեմ, Կամո Հովհաննիսյանի վնասվածքը երբ եղավ, հետխաղային ասուլիսին Տուլիպան ասաց. Ես եթե ընտրության հնարավորություն տային, ես կուզեի որ խաղը ոչ ոքի ավարտվեր, բայց Կամոն վնասված չստանար։ Այո, Կամոն լավ ֆուտբոլիստ է։ Հիմա եթե վերլուծում ենք, հասկանում ենք, որ չէ, դե մի քիչ շատ չափազանցված միտք է, չէ, 2-0 ոնց բաստորնել Կամոն վերադառնար, բայց ինքը այդպես Կամոին էլ է մոտիվացնում, ինքը ցույց է տալիս, որ դու իմ համար շատ կարևոր խաղացող ես, եւ այդպես բոլորին։ Ինչքան հնարավորություններ տալիս նախորդ մրցաշրջանում հայերին, Էլոյան, Շաղոյան, Սերոփյանը դիռեկտ են խաղում, երբ պայմանական փոլայոն գոն պայստայիններին ստայիններ երկար ժամանակ։ Շատ մարզիչներ լեգիոներին երբ բերում են, մշտապես նրան են խաղացնում։ Ինչ ենք բերել, եթե չենք խաղացնելու այդ մտածելակերպով, իսկ Տուլիպան այդպես չի մտածում ու դա շատ լավ է։ Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլը հայկական ակումբների համար հակասական ստացվեց։ Ակնթարթները անց հերթականությամբ կհասկանանք ինչպես այսպես եղավ եւ ինչու այսպես եղավ։ Սկսենք դեռ ամենաշատը բոլորիս ուրախացնող Արարատ Արմենիայից։ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում այս անգամ մեր ակումբը սեփական հարկի տակ իռլանդական Շեմրոք Ռովերսի դեմ մրցեց։ Առաջին խաղակեսը մեծամասամբ հավասար մրցապայքարում անցավ։ Չնայած որ Արարատ Արմենիան խաղի վերահսկման թելը իր ձեռքերում էր պահում, այդուհանդերձ հյուրերը սուր հակագրոհում էին եւ եղան դրվագներ, երբ ցենտրբեքերի դիրքային սխալների հետևանքով գնդակը քիչ էր մնում էր դարպասում հայտնվեր։ Սակայն կամ Ժոաո Բրավիմն էր փրկում մեզ, կամ էլ մրցակիցներ վրիպում նպաստավոր գոտիներից։ Արարատ Արմենիան էլ արչևի գծում քնած չէր, ինչպես միշտ իր թևում Արթուր Սերոփյանն էր ակտիվ։ Մյուսները նույնպես մասնակցում էին հարձակման մոտեցումներին, ստեղծում վտանգավոր պահեր, սակայն բանը 100%-անոց գոլային դրվագների չէր հասնում։ Ինչպես եւ Ռիգայի խաղի դեմ ընդմիջմանը, այնպես էլ այստեղ Տուլիպան երկրորդ խաղակեսում մի շարք մարտավարական փոփոխությունների գնաց։ Նա հրահանգեց պրեսինգը կազմակերպել ավելի վերևից եւ այն ավելի ինտենսիվ դարձրեց։ Արդյունքն էլ այն եղավ, որ երկրորդ կեսի հենց մեկնարկում հայկական ակումբը հաշվի մեջ առաջ անցավ։ Կոլեկտիվ ճնշումը այն բանին բերեց, որ հակառակորդը տեղի տվեց, ինչից էլ Սանդրո Լիման օգտվեց։ Իրավիճակին շատ սառնասիրտ մոտեցավ եւ գնդակը մրցակցի դարպասը ուղարկեց։ Խփած գոլից հետո Արարատ Արմենիան սկսեց խաղալ ավելի զսպված։ Ես կասեի ավելի խորամանկ։ Շեմրոկը մերթ խայթում էր, սակայն այդ խայթոցները թունավոր չէին։ Չնայած եղան դրվագներ, երբ բախտը ժպտաց մեզ ու գնդակը դարպասում չհայտնվեց։ Արարատ Արմենիան համբերեց ու խաղավերջում երկրորդ անկասելի հալվածն անցկացրեց։ Մեր ակումբը եզրային կոնտրհարձակման պոկվեց եւ Կարլոս Ֆրանսայի օգնությամբ շեշտակի հարվածով մրցակցի դարպասի ցանցը Զիդան Բանժակին պատռեց ու հանդիպման հաշվի գեղեցիկ վերջակետը դրեց։ Արարատ Արմենիան պատասխան հանդիպումից առաջ նորից ստանում է երկու գնդակի առավելություն։ Մեծ պաշար հիմնավոր նախադրյալներ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։
Մեր մյուս ակումբը, որը արդեն Կոնֆերենս լիգայի երկրորդ փուլի շրջանակներում պայքարի մեջ մտավ, կամային որակներով փայլող Ալաշկերտն էր, որին դիմակայում էր բավականին լուրջ մրցակից։ Խոսում եմ ռումինական Կլուժից, որը իհարկե այս զույգի ֆավորիտն էր։ Միանգամից ասեմ, որ Կլուժը ոչնչով չզարմացրեց ու բացարձակ չկար նման զգացողություն, որ խաղամակարդակով ավելի բարձր է մեզնից։ Ավելին Ալաշկերտը տեղարտեղ նույնիսկ գերազանցեց նրանց։ Վահե Գևորգյանը, ինչպես միշտ, մրցակցին հիանալի ուսումնասիրել էր, կարդացել էր, պատրաստել էր թիմին այնպես, որ կարող էր նույնիսկ հաղթանակ տաներ ու կտաներ, եթե երկրորդ կեսի հենց մեկնարկում ահա այս գոնության պակասը չլիներ, երբ գրեթե ոչնչից ճեղքում եղավ ու կոնցենտրացիայի պակասի պատճառով ռումինական ակումբը պատասխան գոլը խփեց։ Առաջին կեսում Ալաշկերտը առավելություն ուներ եւ կառավարում էր խաղի ընթացքը, ստեղծելով մի շարք գոլային պահեր։ 35-րդ րոպեին մեր ակումբը տխրեցնել կարողացավ Ռումինիայից եկած հյուրերին։ Կարեն Նալբանդյանը ներփորեն գնդակը դուգանային հրապարակ ուղարկեց, իսկ Ռաֆայել Ժեզուսը գլխի հարվածով այն մրցակցի դարպասը ուղարկեց։ Երկրորդ կեսում բաց թողնված գոլից հետո Ալաշկերտի մոտ արշավի գծում էապես էլ ոչինչ չստացվեց։ Ռեսուրսների պակասը նկատելի դարձավ, եւ հենց սա էր գլխավոր պատճառը, որ ավելին անել չհաջողվեց, բայց ավելին նաեւ Կլուժը չարեց ու խաղը ոչ ոքի 1-1 հաշվով ավարտվեց։ Դիմակայության ելքը Ռումինիայում կորոշվի։ Այո, թղթի վրա Կլուժը շարունակում է մնալ ֆավորիտ, սակայն եթե կա Ալաշկերտ ու կա Վահե Գևորգյան, ապա կարող է պատահել ամեն ինչ։ Ամենացավալի արդյունքը Եվրագավաթների այս փուլում մեզ համար Հունգարիայում գրանցվեց, որտեղ Փյունիկը հանրահայտ Դեբրենցենին հյուրընկալվեց։ Այո, Կլուժի պես Դեբրենցենն էլ արդեն հինը չէ, սակայն սեփական հարկի տակ ուզես թե չուզես, ռեալ ուժ է ներկայացնում իրենից, ու այդ ռեալ ուժի դեմ Փյունիկը հավասարին ֆուտբոլ խաղաց։ Որոշ գործոններում էլ մրցակցից ավելի լավ տեսք ուներ։ Առաջին կեսում երևանյան ակումբը արշավի գծում շատ ակտիվ էր, եղան բազում գոլային մոտեցումներ։ Արտակ Դաշյանի դրվագը հիշատակվեց հատկապես։ Տերերի մոտեցումներից առանձնացնենք ահա այս էպիզոդը, երբ մրցակցի հարվածից հետո մեր ակումբին դարպասաձողը օգնության եկավ։ Ի տխրություն մեզ, Գուլիկովի ահա այս գլխով հարվածը նպաստավոր կրակակետից հակառակորդի կիպերը իր վրա ընդունեց եւ փրկեց թիմին վերահաս գոլից։ Ու հենց այս ժամանակահատվածում եղավ այն դրվագը, որը Արտակ Օսեանի սաների համար լոկալ այս խաղում ճակատագրական դարձավ։ Պաշտպանությունից հարձակման դուրս գալուց փոխանցումը, որի նպատակն էր գնդակը ուղարկել կիսաֆազայի առաջնագից, հակառակորդը հափշտակեց։ Եվ արդյունքում Ֆլորիան Ցիբլանը այսպիսի շքեղ հարվածով կլորը մեր դարպասը ուղարկեց եւ այս հանդիպման հաղթական գոլը խփեց։ Փյունիկը իհարկե նետվեց առաջ, որ կորցրածը հետ բերի, գրողներ մեկը մյուսի հետևից, եւ այստեղ մեզ համար մյուս ցավալի դրվագը եղավ։ Ահա այս էպիզոդում Հովանես Հարությունյանի հարվածից հետո Դեբրեցենին դարպասաձողը փրկեց, այլապես հաշիվը 1-1 էր դառնալու ու կարծում եմ Փյունիկը չէր պարտվի։ Ինչևէ, ունենք այնինչ ունենք։ Այո, Դեբրեցենը առավելություն ստացավ, սակայն հավատացնում եմ ձեզ, պատասխան խաղում այստեղ Երևանում նրանց սպասվելու են ծանր րոպեներ։ Կոնֆերենս լիգայի այս փուլում իր առաջին հանդիպումը Եվրագավաթներում նաև Երևանի Նոան անցկացրեց։ Այո, Նոայի խաղը այս մրցավեճում համոզիչ չէր։ Դա իհարկե մտահոգիչ էր, բայց կան հիմնավոր պատճառներ, թե ինչու այսպես եղավ։ Նոր սեզոնի առաջին խաղն էր, կային նորեկներ, ինտեգրացիայի հարց եւ իհարկե գոյություն ուներ խաղային տոնուսի պակաս։ Բացի դրանից Զիմբրուն սեփական պատերի ներսում բավականին մոտիվացած խաղաց, արժանի դիմադրություն ցույց տալով, շատ քիչ տակտիկայի շնորհիվ առաջին կեսի վերջում գնդակը Նոայի դարպասը ուղարկեց։ Տապալվեցին մեր եզրային հենակետային եւ ցենտրբեքի գոտիները, ինչից էլ հաճույքով Շտեֆան Բիտկան օգտվեց եւ ուժգին հարվածով իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց։ Նոան առաջին կեսում կարծես քնած լիներ, չնայած որ երկու ռեալ գոլային էպիզոդ Սանդրո Պերկովիչի կոլեկտիվը այդուհանդերձ ստեղծել կարողացավ։ Խոսում եմ Հելդերի եւ Մարիո Գոնսալեսի հարվածներից, որոնք երկուսն էլ ցավոք նպատակակետին չհասան։ Երկրորդ կեսում, ինչպես եւ կանխատեսվում էր, մոլդովական ակումբը հետ իջավ, իսկ Նոան նետվեց առաջ հայրենիքը փրկելու համար։ Սակայն մեր գործողություններում ինչ-որ սումբուր կար, անհամաձայնեցված եւ անհամակցված խաղ, որը բացարձակ թիրախային չէր։ Հանգուցալուծումը հանդիպման ամենավերջում եղավ։ Գորմա Ավելյանը անկյունայինից գնդակը դուգանային հրապարակ կախեց, իսկ Վալենտին Կոստակյան գլխի հարվածով մեզ համար այդքան կարևոր պատասխան գոլը խփեց եւ Նոային փրկեց պարտությունից։ Համոզված եմ պատասխան խաղում այսպես թե այնպես Նոան մոլդովանների դիմադրությունը կկոտրի, սակայն նման հանդիպումներից հետևություններ անել է հարկավոր։ Եվրագավաթների ավելի բարձր փուլերում ավելի մեծ ակումբները նման խաղի համար չեն ների մեզ։ Ընդհանուր առմամբ հայկական ակումբները վատ հանդես չեկան։ Բոլորն էլ մնացել են պայքարի մեջ, բոլորն էլ ունեն շանս, որպեսզի նվաճեն հաջորդ փուլի ուղեգիր եւ բոլորին էլ միահամուր կերպով հաջողություն մաղթենք ու վերադառնանք տաղավար։
աշունը սարերի ետևում չէ։ Հայաստանի հավաքականը սկսելու է մի նոր էջ ու սա այն էջն է լինելու, որը արդեն իսկ Եղեշե Մելիքյանն է գրելու։ Որտեղ որ արդեն պահանջներ են լինելու նրանից, ըստ ձեզ, ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ մեր հավաքականից։ Ամենաբարդ թեման է։ Շնորհակալ թեման է կարելի ասել։ Միշտ ակնկալիք կա, ես արդեն ինձ համոզել եմ, որ այդքան սпасել պետք չի։ Պետք է ուղղակի շարունակել աշխատել եւ հուսալ, որ մի օր այդ պահը կգա։ Դե կարելի ակնկալել, որ մեր հավաքականը խմբում պայքարի առաջին տեղի համար, բայց միանշանակ շատ բարդ է լինելու։ Այնպես չի, որ մենք ֆավորիտի կարգավիճակ ունենք, ու այնպես չէ, որ outsider կա այդ խմբում։ Բոլորն էլ բոլորի հետ կարող են խաղալ ու միավոր վաստակել։ Թե ինչ կստացվի, ես չգիտեմ, բայց այն որ Եղեշե Մելիքյանն ասել էր սպասեք 1 տարի, տարի ու կես եւ արդյունք կլինի, հիմա գալիս է այդ ժամանակը, բայց եթե հանկարծ չեղավ, ես անկեղծ չեմ ուզի մեղադրել Մելիքյանին, որովհետեւ տեսնում ենք, որ շատ մարզիչներ եկան, փորձեցին, ու էլի չի ստացվում։ Սա չի նշանակում, որ մարզչից է խնդիրը։ Մենք չունենք այն ներուժը, որ կարող ենք հասնել Եվրոպայի առաջության եզրափակիչ փուլ այս պահին։ Այդ միանշանակ։ Ունենք լավ խաղացողներ, ունենք լավ կոլեկտիվ, բայց միջին հավաքական է սպահին ու շատ բան պետք չէ սпасել այս հավաքականից։ Երիտասարդները շատ են, որոնք աճում են ու դեռ էլի կարելի է սпасել։ Հիմա ես բավարարություն չլինի, որ ասում եմ վատ է լինելու, ոչինչ, բայց կարող է, այնպես կարող է ստացել ու մենք խմբում առաջինները չգրանանք, բայց դա ողբերգություն չի լինելու, որտեղ ես ինքս ինձ տրամադրել եմ, որ այդպես կարող է լինել։ Այնպես չի մենք, որ բոլորից մեկ գլուխ բարձրենք, ընդհանրապես այդպես չի։ Հա կամ չէ։ Մելիքյանը մնա թե գնա, եթե չկարողացանք առաջին տեղը զբաղեցնել։ Մնա։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Արմեն ջան, քանի որ մեզ մոտ յուրաքանչյուր հաղորդում իր ինքն է որոշում իր ընթացքը ոնց պետք է լինի, մենք այս անգամ ձեզ պարզապես կներկայացնենք 3 գոլեր, որոնք աշխարհի առաջնության ընթացքում են եղել ու ընտրեք որն է լավագույնը։ Առաջինը Խուլիան Ալվարեսի գոլն է, երկրորդ տարբերակը Սիդնի Լոպես Կաբրալի գոլն է, Կաբո Վերդե Արգենտինա, ու երրորդը դե ահավոր բարձր մակարդակի դուրս եկած Կիլիան Մբապեի գոլը Սենեգալին։ Ըստ ձեզ որն է այս 3 գոլերից լավագույնը։ Ուզեի ասել Մբապեին, բայց Խուլիան Ալվարեսին ամեն դեպքում։ Հա, ես ճիշտ ասած Կաբո Վերդեի հետ պայմանավորվել էի, որ իրանց պետք է տանք։ Հետաքրքիր է, որ Կաբո Վերդեի հավաքականի պաշտպանը 94 խաղում Լոպեսը կենտրոնական պաշտպանը իրենց 4 խաղում էլ չպարտվեց, դե ընդհանրապես Կաբո Վերդեն 90 րոպեում չպարտվեց եւ եկավ ու Շեմրոկ Ռովերսի կազմում բանը Լիման այնտեղ վերջին պահին որ խափում եւ խփում է դարպասապան, դարպասապան ու պաշտպան, դիմացի պաշտպանը ինքն էր, էլի, եկավ ու այստեղ գնդակ բաստաց։ Ծանոթ դեպք։ Շնորհակալ եմ շատ Արմեն ջան։ Այսպիսի զրույց ծավալեցինք այսօր Արմեն Գարամյանի հետ, հարգելի ֆուտբոլասերներ, դուք էլ գրեք մեկնաբանություններում ձեր տեսակետները, որ մտքերի հետ համաձայնեցիք, որոնք ձեզ դուր չեկան, գուցե ձեր ֆուտբոլային ճաշակը այլ նախասիրություններ ունեք ու ասում եք սխալ եք ասում, այսպես պետք է լիներ։ Գրեք այդ ամենը մեկնաբանությունների հատվածում, լայքեք, տեսանյութը տարածեք այն եւ իհարկե հիշեք, որ սա ինտերֆուտբոլն է, այստեղ խոսում ենք ֆուտբոլից, իսկ դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Այդ կողքը ներքի Holiday Inn-ի parking-ում 7000 դրամանոց parking։ 10 րոպե։ Պոչկետ sense հանում ես դնում ես։ Տենց Գալու եմ։ նայում են լավն է, թե չէ, քարկամ է, չէ, թե չէ։ Լավ էլի դի նորմալ տիրություն անել էլի։ Արմեն ջան, քանի որ մեզ մոտ ազգային անվտանգություն